Սիրելի հայրենակիցներ, վստահաբար հետևում եք վերջին իրադարձություններին եւ տեսել եք, թե որ ուժերը ինչ ցուցակներով են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, թե ովքեր են ընդգրկված իբր թե իրար հետ կապ չունեցող ընդդիմադիր ուժերի ցուցակներում։ Կսկսենք առաջինը ուժեղներից։ Ինչ էր ասում հանրապետական խմբակցության ղեկավարի որդին մինչև ցուցակները հրապարակելը։ Մեր կուսակցության վարչապետի տեխնացուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Եվ ահա ցուցակները հրապարակվելուց հետո պարզ դարձավ, որ այս երիտասարդը պարզապես խաբում էր, կամ կոպիտ ասած ուղղակի փորձում էր հիմարացնել բոլորին, որովհետև պարզից էլ պարզ է, որ 3 երկրի քաղաքացին որևէ կերպ չի կարող լինել ոչ պատգամավորի տեխնացու եւ ոչ էլ առավել եւս վարչապետի տեխնացու, եւ նրանց առաջին համարը հենց ինքն է, հանրապետական խմբակցության ղեկավարի որդի Նարեկը, ով ի դեպ ասում էր, որ նրանք որևէ կապ չունեն նախկին իշխանությունների հետ։ Պատկերացնում եք, հանրապետական խմբակցության ղեկավարի որդին ասում է, որ իրանք կապ չունեն նախկին իշխանությունների հետ, եւ նրանց ցուցակում լինելու են միայն ու միայն նոր դեմքեր, նոր մարդիկ։ Եվ ահա նրանց երկրորդ համարը, տեսեք թե ով է։ Նախագահ Քոչարյանը 2 օր առաջ ուղերձով դիմելով իր թիմակիցներին, Հայաստան դաշինքի համակիցներին, խոսում էր նրա մասին, որ ատելության խոսքը մեզ համար անընդունելի է։ Տեսակ չէ, ինչ սիրով է խոսում Ռոբերտ Քոչարյանի մասին, պարոն Վարդևանյանը։ Եվ հիմա տեսեք, թե ինչ սիրով է խոսում պարոն Վարդևանյանը լրիվ այլ մարդու մասին 5 տարի անց։ Պատիվ ունեմ ներկայացնելու Սամվել Կարապետյանի ուղերձ։ Քոչարյանի ցուցակից հանել են, բերել են դրել են իրենց երկրորդ համարը ու ասում են, որ մենք ընդհանրապես իրար հետ կապ չունենք։ Լավ, անցնենք Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Առաջին համարը Գագիկ Ծառուկյանն է, ով մենք հիշում ենք, թե քանի անգամ փակեց, բացեց իր քաղաքական գործունեության էջը ըստ նպատակահարմարության, ըստ դրսից եկած հրահանգների։ Քաղաքականության էջը իմ համար փակ է, ոչ։ Բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը։ Հիմա նայենք, թե ովքեր են Ծառուկյանի ցուցակում։ Անդրանիկ Թևանյանը Քոչարյանի ցուցակով ընտրված պատգամավոր, հետո Քոչարյանի դուստր կազմակերպությամբ ընտրված ավականու անդամ, Էլինար Վարդանյանը Քոչարյանի Հայաստան խմբակցությունից, անգամ պատիվ ունեմից մարդ կա, Մարտուն Գրիգորյանը, ով իր ձայները Գյումրիում վաճառեց Վարդանիկին։ Ուժեղ Հայաստան, դեպի ուժեղ Հայաստան։ Եվ կարծում եմ մենք հսկայական համատեղ աշխատանք ունենք անելու։ Դուք Քոչարյանի թիմից էիք, չէ՞։ Հիմա եկել եք Ծառուկյանի թիմ, Տիկին Վարդանյան։ Քիչ ուշ հարցազրույց կտամ, շնորհակալ եմ։ Որ ընդդիմադիրները այս համապետական ընտրություններին նույնպես կգտնեն համախմբման ձևը։ Մարտուն Գրիգորյանը ըստ էության համախմբման ձևը ասելով նկատի ունի նույն ձևը, ինչ որ Գյումրիում, երբ որ ձայները բերեցին ու նվիրեցին Վարդանիկին, դարձրեցին նրան քաղաքապետ։ Հիմա այս համապետական տրամաբանության մեջ այս մարդկանց համար Վարդանիկը նույն Քոչարյանն է, ով ըստ էության ոչ բովանդակային, ոչ այլ առումներով որևէ բանով չի տարբերվում Վարդանիկից։ Ու ինչ կա Քոչարյանից, ովքեր են Քոչարյանի ցուցակում։ Դե Քոչարյանի հետ ըստ էության ամեն ինչ պարզ է։ Ռոբերտ Քոչարյանի մոտ 30 կողմնակից լցվում է տեղամասերից մեկը եւ հանձնաժողովի աչքի առաջ փորձում բացել քվեատուփը Քոչարյանի օգտին քվեարկած հսկայական կապոցով քվեաթերթիկները նրա մեջ լցնելու համար։ Բռնեցին այս մազերիցս, մեկը, վզից խփեց մյուսը, ու ящիկը բացեցին, գցեցին։ Քոչարյանի երկրորդ համարը Իշխան Սաղաթելյանն է, ով ամենաշատն է բացակայել ազգային ժողովի նիստերից ու հարկատուների հաշվին աշխատավարձ ստացել։ Երրորդ տեղում Աննա Գրիգորյանն է, ով Իմ քայլը խմբակցության ժամանակ մեր պայստայիններից էր, հետո դարձավ Քոչարյանի ցուցակի առաջին կինը։ Բանակցային կողմ դադարեց լինելուց Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Երբ Ռոբերտ Քոչարյանը եկավ իշխանության, հստակ փաստեց, որ մենք ենք Արցախը եւ այլևս Արցախի անմիջական ներգրավվածությունը բանակցային սեղանի շուրջ անհրաժեշտություն չունի։ Չորրորդ տեղում էլ է շատ հետաքրքիր կերպար հայտնվել, ում ուժը վաղաշաբաթի ընտրություններում առանձնացավ ընտրակեղծիքներով, ընտրողների վրա ճնշում գործադրելով։ Չէ, ախպեր, այգեն բանեք սա Սևագին են ընտրել։ Նորեզոն։ Ես իրանց տունը խոսացել եմ, դե նվարդնա, բաննա, սա, այգնա, կնիգնա, բան, սա։ Ասում ենք Սևագին ենք ընտրել Գալստյանի խաթր հենց։ Իսկ ինչ կա հանրապետականներից։ Ինչ են ասում հանրապետականները։ Որ անգամ չմասնակցելով, ավելի ճիշտ, ուղղակիորեն չմասնակցելով այս ընտրություններին, հանրապետականը քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի
առաջամարտիկներից մեկը։ Սերժ Սարգսյանն ասում է, որ ուղղակիորեն չեն մասնակցելու ընտրություններին, բայց աջակցելու են ընդդիմությանը։ Թե ոնց, պարզ դարձավ վերջին վաղաշաբաթի դեպքերից հետո, երբ տասնյակ մարդիկ ձերբակալվեցին ընտրակաշառք բաժանելու համար։ Այսպես են հանրապետականները փորձելու աջակցել ընդդիմությանը։ Որ մի խումբ անձինք նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում տեղի ունեցած ավականու ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով խմբի անդամները հավաքագրել են հիմնականում Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների, ովքեր հանրության շրջանում ունեցել են լայն կապեր եւ բազմաթիվ ծանոթներ։ Արդյունքում 5 տասնյակից ավել անձանց խոստացել են 50,000 դրամի չափով ընտրակաշառք պայմանով, որ ընտրություններին քվեարկեն հայրենիք կուսակցության տեխնացուի օգտին։ Այս ամենից ծանոթանալուց հետո պարզ է դառնում, որ պորտալերով իրար հետ կապված քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչները փորձում են մեզ խաբել, թե իրար հետ կապ չունեն, բայց իրականում սրանք ոչ թե 3 տարբեր ցուցակի մարդիկ են, այլ մեկ ընդհանուր ցուցակի մարդիկ են, որոնք փորձում են կրկին գողանալ Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը եւ խաղաղությունը։ Ուշադիր եղեք, սիրելի հայրենակիցներ, եւ լավ օր բոլորիդ։